Լսում ես ինձ։ Հələ բաց աչքերդ եթե լսում ես։ Մի բան ասա։ Ձեռս սխմի։ Չկա։ Ուշագնացության եւ մկանային ուժի հանկարծակի կարճատև կորստի երևույթները թեև որոշ դեպքերում արագացնում են, բայց ճիշտ եւ ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը վճռորոշ է լինում, կանխելով ծանր հետևանքները։ Իսկ ինչ պետք է անել նման իրավիճակում։ Կարող է արդյոք ոչ բժիշկ մարդը փրկել մեկի կյանքը, որն ընդունված է անվանել ոսկե րոպեներ։ Եթե օգնությունը ուշանա կամ ընդհանրապես չցուցաբերվի, նույնիսկ սովորական ուշագնացությունը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ։ Առաջին օգնության ճիշտ քայլերին, ճիշտ արձագանքելու հմտություններին մասնագետները ծանոթացնում են ծանրորդներին եւ նրանց մարզիչներին։ Մատերով ֆիքսում ենք դունչը ու դնչից հետ ենք բրդում։ Ծնոտը երբ որ բարձրանում ավերև, լեզուն գալիս է առաջ։ Սա կոչվում է շնչուղիների բացում։ Գնաց։ Կզակը պետք է ուղիղ անկյուն կազմի հատակի հետ։ Մի փոքր բացում են բերանը։ Ականջով լսում ենք, այտով զգում ենք ջերմությունը, հայացքով նայում եմ շարժումը, այդ 3 զգայարան, այստեղ չենք կարող սխալվենք։ Առաջին 10 րոպեն կամ կես ժամը շատ կարևոր են ցանկացած մարդու, այդ նաև մարզիկի համար ճիշտ կազմակերպել առաջին օգնությունը եւ առաջին հոգեբանական օգնությունը։ Այսինքն այստեղ լավ կլինի, որ աշխատի նաև մասնագիտական թիմ, հոգեբաններ, առաջին օգնողներ, միգուցե նաև բժիշկներ, որոնք այդ պահին այդտեղ են լինում, եւ օրինակ ճիշտ անշարժացումը կամ սառաթռչոցները կամ միգուցե եթե տարածքում կա բժիշկ, կարողանա բժշկական օգնություն ցուցաբերել, արդեն իսկ բավականին մեծ գործ են անում այդ մարզիկի հետագա կյանքի համար։ Ուշագնացությունից մինչև բաց եւ փակ կոտրվածքներ, թեթևից մինչև կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներով սպորտում շատ են պատահում։ Մարզումների կամ մրցումների ընթացքում մեկ ակնթարթը կարող է փոխել ամեն ինչ, իսկ մեծ սպորտում ամեն ինչ հնարավոր է։ Իսկ վնասվածքի իրական գինն ամենից լավ հենց մարզիկը գիտի։ Ավտովթարից հետո շուրջ 7 տարի մեծ սպորտից հեռացած ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանն անձամբ է անցել երկար բուժման ու վերականգնման ճանապարհը։ Եվ վստահ է, առաջին օգնության ճիշտ ցուցաբերումը կարող է փրկել մարդկային կյանքն ու նաև մարզական կարիերան։ Շատ ուրախ եմ, որ հենց սկսում ենք մեր մարզադպրոցից, քանի որ այստեղ լուրջ արդեն արդյունքներ են գրանցվել եւ կարծում եմ, որ արդեն այն մարզիկները, բարձրակարգ մարզիկները, մարզիչները, ինչպես նաև բուժաշխատողները ոչ միայն այս դպրոցի, այլ նաև ընդհանրապես պետք է շատ լավ տիրապետեն առաջին բուժօգնությանը։ Եվ մեր նպատակն է, որ մարզիկները, մարզիչներն ու բուժաշխատողները տիրապետեն արտակարգ իրավիճակներում արձագանքման եւ վնասվածքների կանխարգելման հստակ ու գործնական հմտություններին։ Ծանր վնասվածքից հետո մեծ սպորտ վերադառնալը միայն ֆիզիկական վերականգնման մասին չէ։ Ավելի դժվարն ու երկարատևը հաճախ հոգեբանական պայքարն է։ Հաղթահարել վախը, նորից հավատալ սեփական ուժերին ու կրկին կանգնել մրցակցորգին։ Այդ ճանապարհն անցել է նաև աշխարհի երիտասարդների չեմպիոն Աննա Ամրոյանը։ Վնասվածքից հետո նա կարողացել է վերադառնալ եւ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Ես Եվրոպայի առաջնությունում երբ որ 0 ստացա, շատ ծանր հոգեբանական վիճակում էի գտնվում, այդ ժամանակ իմ կողքին էին իմ մարզիչները, ընտանիքը, ընկերները, բոլորը իմ կողքին էին, քանի որ գիտեին իմ ուժերի սահմանը, եւ աշխարհի առաջնությունում ես ինձ հավաքեցի եւ կարողացա հաղթահարել այդ հոգեբանական մեծ ստրեսը, վիճակը։ Եթե երեխան ի սկզբանե ընտրել է սպորտաձև, մարզաձև, ինքը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի, որ այդ սպորտաձևում նաև լինելու են վնասվածքներ։ Իսկ շատ լավ կլիներ, որ մենք մարզիկներս ունենայինք հոգեբաններ, որոնք որ կզբաղվեն երեխաների հետ այդ հարցով, բայց մենք մարզիչներս էլ շատ դեր ունենք դրա մեջ եւ ավելի շատ պատրաստում ենք նրանց այդ վնասվածքներին, որ ինչու՞ չէ եւ լինելու են վնասվածքներ, հետո պետք է լինեն ցախողումներ, բայց պետք է պատրաստ լինեն, որ այդ ամեն ինչի միջով պետք է անցնեն եւ շարունակեն իրենց սպորտը։ Իսկ վնասվածքից հետո ոչ պակաս կարևոր հաճախ ստվերում մնացող հոգեբանական աջակցությունը հնարավոր է ապահովել միայն մարզիչ ծնող հոգեբան համագործակցությամբ։ Հոգեբանական վնասվածքներին հաղթահարելը, ասեմ, շատ ավելի բարդ է, քան ֆիզիկական, քանի որ ֆիզիկական վնասվածքները գոնե երևում են, իսկ հոգեբանականը կարող է այդպես չերևալ, մարզիկը չխոսել, նույնիսկ չիմանալ, որ ինքը այդպիսի խնդիր ունի ու դա անդրադառնա իր մարզական կարիերայի վրա։ Հոգեբանն էլ է կարևոր, այսինքն հոգեբանորեն մարզիկին տրամադրել, որ այդ մարզման ժամանակ, երբ որ դու անուշադիր ես, վատ ես քնել, ինչ որ դեպք է պատահել տանը, քո ընկերոջ հետ, ընկերուհու հետ, ինչ որ բան է, դու ավելի ցվրված ես, պետք չէ այդ օրը գալ մաքսիմալ քաշերի։ Ինչի համար, որտեղ դա կբերի անպայման միտեղ վնասվածքի։
Առաջին բուժօգնության եւ հոգեբանական պատրաստվածության տեսագործնական դասընթացներ Նազիկ Ավդալյան հիմնադրամը նախատեսում է անցկացնել բոլոր մարզերում։ Իսկ առողջ մարզական մշակույթի ձևավորմանը, հայկական սպորտի զարգացմանը միտված հիմնադրամի մյուս կարևոր նախաձեռնությունը նավ բազմաֆունկցիոնալ մարզակրթական կենտրոնների հիմնումն է։ Առաջին նման կենտրոնի շինարարությունը, որը Փանիկ գյուղում է լինելու, առայժմ նախագծման փուլում է։ Համայնքը հիմնադրամին տրամադրել է 14000 քառակուսի մետր հողատարածք, որտեղ որ կառուցվելու է մարզակրթական կենտրոնը։ Ի ուրախություն մեզ որևէ խոչընդոտ չկա, համագործակցում ենք պետության հետ, շինարարությունը հենց անում ենք պետության հետ համատեղ եւ նախագծման փուլում է գտնվում մեր նախագիծը։ Ես մեծ հույս ունեմ եւ ակնկալիքներ ունեմ, որ 2028 թվականի սկզբին մենք արդեն կոմպլեքսը կունենանք։ Նազիկ Ավդալյանը վստահ է, միայն այսօրինակ նախաձեռնություններով կարելի է զարգացնել պրոֆեսիոնալ սպորտը մարզերում, ընդլայնել հասարակության մասնակցությունը մարզական, կրթական եւ մշակութային ծրագրերին, պրոֆեսիոնալ սպորտում ներգրավել նաեւ ներառական խմբերի երեխաներին եւ ի վերջո ձևավորել ֆիզիկապես ու հոգեպես առողջ հասարակություն։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։